Բարի սիրելի հեռուստադիտողներ, կենտրոնում առավոտ է սկսել ենք մեր աշխատանքը ուղիղ եթերում, առաջարկում ենք հետևել մեզ, որտեղ ինչպես միշտ լինելու են հետաքրքիր իրադարձություններ, հյուրեր, մշակութային իրադարձությունների մասին իրազեկում, խոհանոց։ Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, օրը երեքշաբթի է, եղանակը լավն է, տրամադրություններս բավականին բարձր է, չգիտեմ ինչի, բայց բավականին բարձր է, երևի եղանակը լավն է դրա համար։ Մնացեք մեզ հետ հետաքրքիր հյուրեր ենք ունենալու եւ իհարկե հետաքրքիր թեմաների կանդրադառնանք, Անուշիկի սիրած եւ մենակ Անուշիկի չէ, այստեղ բոլոր կանանց մայրերի, օրինակ իմ մայրիկի սիրած եղանակն է, մայրս շատ շոկ եղանակ է սիրում, ես էլ անտանելի չեմ կարողանում շոկը տանել։ Շատ շոկ չի, 26 աստիճան։ Չէ, 3-26 աստիճան չէր, քիչ որ մի պահ արդեն 30 աստիճանի կարգ էր։ Հա? Այո, երեք բավականին շոկ եղանակ էր, առանց այդ կոնդիցիոների մեքենան չէի կարողանում ես վարել։ Դու մի մոռացի, դու ախր Ավանում ապրող մարդ ես, Ավանի եւ մասը կենտրոնում ես անցկացնում, այո, սա գործերը որ ասպե կենտրոնում է, բայց դա ես կարծում եմ լավ է, որովհետեւ գոնե թե այդ անհարմարավետությունից, այդ ջրհեղեղներից եւ այլն զերծ ենք հիմա Եվ իրականում արդեն կամաց գալիս է ամառը գոնե մի 3 ամիս վայելենք այս արևը, որից հետո նորից կսկսվի անձրևները, ջրհեղեղները, հետո ձյունը ու ձյան հետևանքները։ Վայ, երբ ձյունը գալու 3 ամիսը մեկ գալիս է, ընկնում ենք ցայտնոթի մեջ։ Իդեպ ես ասեմ, բայց ուրա ձյուն, մի անգամ ձյուն եկել, մի բավական ձյուն։ Բա որ մեկ անգամ չգար։ Էդվարդը այնօր ինձ հարցնում ասում, «Պապա, երբ հա ձյուն գալու, երբ ենք գնալու դահուկ քշելու, ասի տղես հələ մի 9 ամիս կա»։ Այո։ Բայց իրականում դա ամառը նաև ունի իր հետաքրքիր ժամանցները ու հատկապես որ տալիս է հնարավորություն գոնե ամռանը լինել բնության գրկում, անդադ բողոքում ենք, չէ՞, հիմա օդը մաքուր չի, կարող ենք, ինչ ասեմ, գտնել ժամանակ հանգստյան օրերին, հիմա դեմը արդեն արձակումներ են, այո, գնալ լավ տեղ, չնայած որ այնտեղ այնքան թանկ է, որ կարելի է Եվրոպա գնալ պատտվել գալ, բայց այնուամենայնիվ։ Ես առաջարկում եմ վրաններով գնանք, որովհետև ընդհանրապես թանկ չի, ընդհանրապես թանկ չի վրաններով, ամեն լավ հետաքրքիր է անցնում։ Դե իրականում շատ ավելի լավ կլիներ ադեկվատ գին, ես մա չեմ էլ ասում մատչելի, ադեկվատ։ Դրանով պայմանավորված ես կարծում եմ, որ այդ հյուրանոցներ կգնային ոչ թե 10 հոգի, այլ օրինակ 100 հոգի։ Դե հա։ Բայց քանի որ մարդը հաշվարկում է ու հասկանում է, հատկապես օրինակ ջահելներ, հիմա ասենք 25 տարեկան ջահելներ, որոնք որոշում են ընկերներով ինչ-որ մի լավ տեղ գնան 5 օրով, Ես ես հավատացնում եմ, ես մեկ էլ տեսնում եմ, որ իրենք մեկնում են ծովափնյա ինչ-որ տեղ, որովհետև երբ ասում ես ինչի օրինակ մի անգամ էլ այստեղ չեք անցկացնում, իրենք էլ են տեսել, որովհետև ասում են ավելի թանկ է, ավելի թանկ է նստում։ Դե փոխարենեմ երկիր ավել են տեսնում, ես չգիտեմ, էլի ես պարադոքսը որտեղից է գալիս անհավանական թանկացումների, մեզ մոտ դե ամեն ինչն է շատ թանկ, համ երկրի վիճակն է վատ, համ ամեն ինչը թանկ է, բայց Ուրեմն Բայց այստեղ պարադոքսը նաև նրա մեջ է, որ ամեն ինչ շատ թանկ է, կարծես թե երկրի վիճակը բավականին վատ է, ֆինանսական առումով, որ ասում են երկրի վիճակը վատ է, իհարկե մենք չենք ասում, որ մարդիկ փող չեն աշխատում, հիմա մենք բոլորս գումար ենք աշխատում, բայց մեծամասնությունը ծայրահեղ աղքատ վիճակում է գտնվում։ Չէ, բայց ամեն ինչն է մեզ մոտ թանկ, սնունդն Բայց հետաքրքիրն այն է, երբ որ դիշ-որ միտեղ զանգում ես, որ գնաս հանգստանաս, դու հասկանում ես, որ դեմի մի շաբաթը տեղ չկա։ Բայց ես քեզ իդեպ ասեմ, դա պայմանավորված է նրանով, որ շատ մեր հայրենակիցներ, ովքեր գալիս են Հայաստան, ենթադրենք ուզում են հանգստանալ, իրենք նախ գերադասում են գուցե իրենց աշխատած գումարի համեմատ, չգիտեմ, համ իրենց երկրի կարոտն են առնում, համ էլ գալիս են գնում են այդ տեսակ վայրեր։ Ես կարծում եմ, որ հատկապես նոր տարվա հատվածում եւ ամռան հատվածում պայմանավորված է դրանով։ Մի քանիսը այստեղից կգնան, մեծամասնությունը կգնան տարբեր երկրներից մեր հայրենակիցները, ովքեր գալիս են եւ ոչ միայն իդեպ Օտար ազգի ներկայացուցիչներ էլ շատ են լինում։ Ես առաջարկում եմ մենք անդրադառնանք խոհանոցին, որ այն մեզ համար համեղ սնունդ պատրաստի, հետո արդեն կքննարկենք իրականում դրա պատասխանները էլի կա, ողջույն Վահե։ Բարի լույս։ Լավ ես։ Լավ, դուք ոնց եք։ Լավ։ Այսօր անդրադառնալու եմ Մուշի խոհանոցին եւ մի շատ հետաքրքիր քյուրթայի տարբերակ ենք պատրաստելու։ Սա նման չէ սովորական քյուրթային, որովհետև միջուկը, այսինքն եւ միջուկն է տարբերվում եւ պատյանը, այս դեպքում պատյանի համար մեզ անհրաժեշտ է ծեծած հենց քյուրթայի միս կամ բազմակի աղացած միս կարող է լինել, որ այդ կպչունությունը, առանձնականությունը իհարկե ստանանք։ Ավելացնելու ենք մանր այստեղ բլղուր, հա, եւ
եւ պետք է շաղախել այնքան, որ ինքը կարողանա այդպես պատյանը ձևավորել, որի միջուկը պետք է լցվի, հետո երկու տարբերակ կա, կամ տապակվում է, կամ խաշվում է։ Ես այսօր ընտրել եմ խաշելու եղանակը, եթե հասցնեմ վերջնական պրոցեսին, նաեւ մի փոքր կեղևապատման համար կտապակեմ բուսայողի մեջ։ Միջուկն է շատ հետաքրքիր, ընկույզ ունենք միջուկի մեջ, սոխ եւ իհարկե տավարի միս ունենք, բավական յուղոտ տավարի միս պետք է լինի։ Սա կարելի է եւ աղալ եւ մանր կտրատել, ես ընտրել եմ մանր կտրատելու եղանակը, որովհետեւ ինձ թվում է այդ դեպքում ավելի այսպես հետաքրքիր կլինի միջուկի զանգվածը։ Ես մոռացա ասել, որ պատյանի մեջ ավելացնելու եմ մեկծու, ալյուր, այսինքն դասական են քյուրթայի մեջ գնացող տարբերակն է, պարզապես այստեղ սոխ չկա եւ կոնյակ չեմ ավելացնելու։ Հետեւաբար պատյանի ամրության, այսպես ասած, պահելու համար է։ Եվ այստեղ ունեմ բրինձ արդեն կիսախաշված վիճակում, դա խճողակի ուրեմն մեջ է գնալու, այսինքն մեր միջուկի մեջ նաև լինելու է այդ բրինձը սոխառածի եւ մսի հետ զուգակցված։ Այնպես որ իրեն պատրաստելու ենք գնդեր, խաշելու ենք ջրի մեջ, եթե կհասցնեմ վերջում նաև կտապակեմ իրեն։ Եթե ոչ, ուրեմն միայն խաշված տարբերակը կփորձենք, որտեղ երկու տարբերակներ իրականում կիրառական տարբերակներ են։ Դե, սպասենք։ Իհարկե համեղ է լինելու։ Դե հա։ Տեղին գիացնող։ Շարունակենք։ Դավիթը հաստատ դրա խնդիրը չունի։ Ինչի՞ Դավիթը չի գիրանում։ Դե տղամարդիկ դեսած չէ։ Չէ, իմ դեպքում հա։ Ես չեմ ուզում սփոր ունենամ։ Հա, դու սարեր կգնաս կմաշվեն։ Հա, ես ակտիվ մարդ եմ, սիրում եմ սարեր գնալ, քեզ էլ կտան լավ։ Արագած ենք գնալու, հիմա այնտեղ շատ Ես հիմա երբ որ իմացա, որ նախորդ անգամ մեր հյուրը խոսում էր, չէ, արևայրուքներից, դրա հետևանքներից եւ այլն, թե ինչ պատրաստվածություն է պետք բարձրանալ սարերը, արդեն խուսափում եմ։ Չէ, դա բացարձակ խնդիր չի, դրա հարցը հեշտ է լուծելը։ Դե ոնց որ այդքան էլ չէ։ Չէ, հեշտ է լուծելը։ Բայց դե անցած անգամ իմ միջերից էլի իմ ընկերներից, աղջիկ ընկերներից խոսում էին, որ գնացել են ու շատ տպավորված են, իրենք էլ տենց տրամադրվել են, հետո որոշել են, որ գոնե 1-2 անգամ պիտի հաղթահարեն ու իհարկե շատ սիրուն էմոցիաների մասին են խոսում, պետք է այնուամենայնիվ փորձել ինձ թվում է, գոնե 1 անգամ։ Դե իրականում մենք այնպիսի հրաշալի տեղեր ունենք, որ կարող ենք մենք օֆրոուդ տարբերակով գնալ, օրինակ չգիտեմ մեքենայով գնալ, չնայած որ ես դա չեմ սիրում, ավելի շատ նախընտրում եմ ոտով գնալ, որովհետև դե օրգանիզմդ լավ աշխատում է, հոգնում ես, քայլում ես, նիհարում ես, այդ շատ կարևոր ֆակտոր է, որ դու նաև քո օրգանիզմն ես սկսում ճանաչել այդ դեպքում, բայց որպեսզի այդ գայթակղությունը դու զգաս, այդ էմոցիոնալ վիճակը դու զգաս, կարելի է 1-2 անգամ նաև մեքենայով գնալ, հետո մենք շատ հետաքրքիր խմբով ենք գնում, շատ հետաքրքիր մարդկանցով ենք գնում, ովքեր որ շատ ինֆորմացված են, մասնագետներ են, ամեն մեկը իր ոլորտում լավագույն մասնագետեր եւ նաև սարից են տեղյակ, բնությունից են տեղյակ, առասարակ ինքը այնտեղ շատ հետաքրքիր զրույցներ է լինում, բացարձակ արգելված է քաղաքականությունից խոսալ, հա, որովհետեւ Սպասվում է։ Հա Հա, իդեպ այնտեղ դու մտքով այնքան ես հանգստանում, որ քաղաքում նյարդայնացնող բոլոր խնդիրները շատ փոքր խնդիրներ են թվում քեզ համար այնտեղ։ Հա, դու այնտեղ գնացել ես հանգստանալու, ոնց կարելի է գնալ նյարդայնանալու։ Դե իրականում մենք անընդհատ ասում ենք մեծանալու նշան է իբր երբ դու սիրում ես արդեն քաղաքից հեռու ապրել եւ այլն, բայց ես հետո հասկացա, որ դա մեծանալու արդյունք չէ, ոչ թե տարիքի հետ է կապված, այլ ապրած տարիների իմաստության։ Ուղղակի մի օր հասկանում ես, որ դու այսինքն թող ու բոհի մեջ լինելով նախ ոչ մի բան չես փոխի, ոնց որ մենք ենք ամեն անգամ հասկանում, որ պարբերաբար ասելով ոչինչ չի փոխվելու, որովհետև իրականում ես էլի հասկացա, որ մեր հայրենակիցները բացի նրանից, որ ինչ ճիշտ եք ասում, ինչ որ ասում եք այդ արտահայտությունից բացի մենք ուրիշ ոչինչ չենք շահում իրականում, որովհետև ուղղակի հասկանալ, որ դիմացինը չգիտեմ, բոլորիս անհանգստացնող հարցերի մասին եւս մեկն է, որ խոսում է, որովհետեւ մենք միակը չենք, որ խոսում ենք, հաստատ ամբողջ համացանցը հետ է, ել չասեմ մնացած այլ ավելի պրոֆեսիոնալ քաղաքականության մեջ մարդիկ, բայց եթե այդ ամբողջ իրականությունը մեր գիտակցությունը ոչ մի կերպ չի փոխում, մենք հիմա բացառապես այն վիճակում ենք, որտեղ այտենց շատ իմիջիալս լուրջ պրոֆեսիոնալ մարդիկ մասնագիտությունը ասեմ քաղաքական հոգեբան անգամ
Այսինքն այդ տեսակ մարդիկ կան, որոնց լսում ես, իրենք էլ են ասում, որ կան մշակութային կրոնից ելնելով, այսինքն մեր կրոնից ելնելով մշակութային որոշակի հավատալիքներ, արժեքներ, ապրելու ձև, կենսակերպ, որոնցից չի կարելի հրաժարվել։ Ինչու՞, որովհետև ոչ միայն այդ հրաժարվելով վայ ինքնություն ենք կորցնում բան, որոնք այտենց անարժեք բառեր են դարձել։ Իրականում դրանից հրաժարվելով քաոս է ստեղծվում։ Հասկանում եք, մենք անընդհատ որ խոսում ենք, մտածում ենք դե մեր արժեքը, լավ, եկեք մոռանանք այդ արժեքների մասին, չկա այդ արժեքները։ Իրականում այդ հրաժարվելը եւ դուք ակնհայտ այդ տեսնում եք։ Հիմա թե ոնց են կարողանում ծրագրավորած այդ անել, այդ հարցի այլ կողմն է։ Բայց անելու արդյունքում իրականում այս քաոսի 60%-ը ձևավորվել է ոչ միայն այն իրադարձությունները, որոնք անընդհատ տեղի են ունենում մեր շուրջը, ամենավատ իրադարձություններ։ Դա նաև ձևավորվել է նրանից, որ մենք քաոսի մեջ ենք, որովհետև մենք չենք էլ հասկանում հիմա մենք ինչ ենք ուզում։ Հասկանում ես, երբ որ քեզ դնում են անորոշության մեջ, դու որոշում ես, որ պիտի հրաժարվես արժեքներից, այդ կրոնից ելնելով այդ թեկուզ այն միֆերից, որոնց ազգը հավատում է։ Դրանով ենք մենք ազգային առանձնահատկություններով ինչ որ մեկը, չէ, որը տարբերվում է։ Երբ որ այդ ամենը վերցնում ես, մարդուն թողնում ես այդ անորոշության մեջ, քաոս է սկսվում իրականում, որովհետև ոչ մեկ չգիտի ինչը ինչի համար է, բայց հնարավոր է հրաժարվել, այսինքն դու հա, դու արել են էլի, այդ վիճակում են ապրում։ Չէ, հիմա ես իմ վրա եմ պրոյեկցիա անում, այսինքն ոնց հրաժարվել մի բանից եւ ոնց ընդունել ինչ որ երկրորդ, չգիտեմ, սկզբունքը ասեմ, բարքերը, կարգերը, ոնց ընդունել մի բան, եթե դու զգում ես, որ դա քոնը չի, դու չես կարող այդպես ապրես։ Ոնց ասեմ, եթե այլ դու զգում ես, այդ քաոսը արդեն ստեղծվում է եւ քանդվում են շատ բաներ։ Մարդկային հարաբերություններ։ Մի բանից հրաժարվում ես, բայց մյուսը չես կարող ընդունես, այսինքն դու գտնում ես ինչ-որ մի արանքում, որտեղ որ ոչ մի բան է, ոչ մի բանի մասին է։ Այո։ Որովհետև այս արժեքները, որ մենք խոսում ենք, սա մենակ մեզ չի հարիր։ Չինացին ունի իր արժեքները ազգային, ճապոնացին իր ազգային արժեքները, գերմանացին, ֆրանսիացին, այսինքն աշխարհի բոլոր ու որ գնում են սկսում են հարգել այդ մարդկանց արժեքները։ Բոլոր կայացած պետությունները, բոլոր էթնոսները, այսպես ասեմ, բոլոր այդ ցեղերը, որոնք որ հին են, իրենց արժեքներով եկել են, որոնք որ չեն խառնվել, դրանց մասին եմ ես խոսում, իրենք իրենց ազգային արժեքներն ունեն։ Հիմա դու իսպանացուն ասա, չգիտեմ, մենք նայում ենք, չէ՞, աբսուրդի ասնող աստիճան է, երբ որ լոլիկներով իրար ամբողջ քաղաքում մորթում են, մարդիկ մահեր են լինում, երբ որ բանը, չգիտեմ, ցելերին թողնում են քաղաքներում, գալիս են մարդկանց տալիս սպանում, իրենց համար, հիմա մեզ համար դա խորթաճ է, մենք նայում ենք, ասում ենք հոդուք հիվանդ չեք, ոնց կարելի է լոլիկով խփել մեկի աչքը հանել, բայց դա այն արժեք է, դա իրանցն է։ Դա իրանցն է շատ երկար տարիներ առաջ եկել է եւ այդպես մարդիկ հակոստիկ գրել է գնում ենք մենք ճուր շրջագայություն մենք հասկանում ենք որ այդ տարածք չի կարելի առանց փակված, հա, հագուստի մտնել, մենք գնում ենք այդ հագուստը, որ մտնենք, որովհետև այդ մարդիկ հարգում են, անգամ քեզ կտուգանեն, եթե դու դա չես անում։ Անգամ դու այդ երկրորդ, մենք չենք ուզում մեր այդ արժեքները պահել։ Իրականում մոտավորապես նման է մի բանի, որ եթե դու քո երեխային օրինակ ճիշտ դասյարակել ես, կազմակերպել ես, ինքը տիրապետում է ենթադրենք, հա, տունը ինչ է, դուրսը ինչ է, աշխատանքն ինչ է, մեծ ու փոքրն ինչ է, երբ այդ երեխան սկսում է, լավ չասենք երեխան, պատանին, երիտասարդը սկսում է առանձին ապրել, ինքը կարողանում է կանոնակարգել իրեն, բայց միևնույն է, անգամ սկզբնական շրջանում իր մոտ էլի քաոս է, քաոտիկ վիճակ է, որովհետև դե մաման արել է, պապան արել է, ինքը պատրաստի տեսել է, բայց եթե դու տվել ես, կամաց-կամաց ինքը ինքնակազմակերպվում է։ Հիմա մեր երկրում ինչի է քաոտիկ վիճակ, որովհետև մենք տարբեր սերունդներ են, հա, ոմանք ովքեր ապրել են, տիրապետում են այդ մշակութային առանձնահատկություններին, գիտեն որտեղից է գալիս, իրենցից զրկում ես, իրենք ընկնում են մի տեսակ sense անհասկանալի իրավիճակի մեջ, երիտասարդներ, ովքեր կիսատ պրատ գիտեն այդ արժեքների մասին, այն մի կեսին դեռ դասյարակում են տան այդ արժեքներով, այն մյուսին ոչ, հետո սկսվում է դպրոցում այդ քաոտիկ վիճակը, որոշ դպրոցներ սկսում են դա պահել, որոշ դպրոցներում հայտնվում են մարդիկ, ովքեր սկսում են ստեղծել քաոտիկ իրավիճակ, եւ այդ չտրամաբանված իրականության մեջ քաոսը ոնց է սկսվում հենց այդպես։ Երբ իմացողը չգիտի, հիմա ինքը ճիշտ գիտի թե չէ, չիմացողը դառնում է որոշող,
Հետո սկսվում է այդ գզմրտվոցը, որովհետև այն մեկը խոսում է արժեքից, այն մեկը խոսում է, որ դա ծիծաղելի է, դա հին է, ու չգիտես էլ նորը որն է, որովհետև այդ մարդը, որ ասում է դա հին է, ինքը նորի տարբերակը քեզ չի առաջարկում։ Չի հիմնավորած չի առաջարկում, որ դու լավ լսես, ասես լավ, այս մարդը հետ հրաժարվել է, ուրեմն չէ նոր բան է առաջարկում, ընդունենք։ Էդ էլ չկա, եւ ստեղծվում է այս քաոսը, որտեղ ոչ մեկ չգիտի ով բարեկամն է, ինչ է կատարվում։ Տարական բան է, այդ միջադեպից հետո մի հատվածը երեխեքին է մեղադրում, մի հատվածը մանկավարժին է մեղադրում, մի հատվածը առհասարակարգમાં վերած է։ Այն մեկն ասում է, ու դու հասկանում ես, որ գիտես, այն որ ասում է տաքսիի մեջ է, տիկին, մեր սխալը գալիս է ձեր սխալին։ Իրականում եկեք սկսենք նրանից, որ երիտասարդի սխալը, եկեք օբյեկտիվ լինենք, մեր տանը, եթե մեր երեխան սխալներ է սկսում թույլ տալ անարգանք եւ այլն, դարձել մեզնից։ Այսինքն տան մեծից, այդ արտահայտությունը, որից ուզում եք էլի հրաժարվեք, նորը առաջարկեք, հասկանանք որն եք առաջարկում, էլի հրաժարվեք։ Եթե պապական եկել է, որ տան մեծից շատ բան է գալիս, խաղաղությունը, կանոնակարգվածությունը, տան մեծը, որն ասում է ժամին մենք ճաշում ենք, պիտի տանը լինեք, տան մեծը, որը դասյարակում է, քեզ ասում է մեծ ու փոքր կա։ Ես այսօր իմիջիալից հեռու չգնանք, ես ասում եմ, ես անձամբ եմ տեսնում, թե ոնց է արժե զրկվում բարեկամական, հարազատական հարաբերությունները։ Ընկերական, հարևանական, բարեկամական։ Մենք այսօր այդ թմրամոլ բառը, ժողովուրդ, մենք մեր պապեր, տատերի ներկայությամբ չէինք ասում, դա տենց վտանգավոր բառեր իրանց ներկայությամբ չէր կարելի ասել։ Առհասարակ խորտ բան էր դա։ Հա, այսինքն դեպի թաքուն ասեինք, ինչ որ մեկին, որ գիտես, էս ինչը, եւ դա ծնողների մոտ չէր կարելի ասել, որովհետեւ հանկարծ ու մի արածի այդ արտահայտությունը տանը լսվեր։ Այսօր մենք խոսում ենք այն մասին, տեսակ ինչ էր կատարվում դպրոցներում, էսեն եւ այլն։ Ես ակնհայտ տեսնում եմ նաեւ իմ շուրջ ինչ է կատարվում եւ տեսնում եմ դրա հետևանքը։ Մարդը, որ արդեն այնքան է դրա մեջ, ինքը էլ չի հասկանում ծնողը, դե այսինքն բոլորդ էլ գիտեք ինչ է կատարվում այդ չարիքը օգտագործող մարդկանց հետ։ Այսինքն իրենց մոտ արդեն ամեն ինչ ջնջվում է, չկա երեխա, ծնող, չկա սրբություն ընդհանրապես։ Մի բան լինի, տանենք ծախենք։ Իդեպ Կիրակի օրը տաքսի էի նստել, իմ մեքենայով չէի, բնականաբար տաքսով էի ակետից բեկետ գնում եւ թե ինչեր են պատմում տաքսո վարորդները երեկոյան 8-ից 9-ից հետո ու ամբողջ գիշերվա ընթացքում, սա ուղղակի սարսափելի է։ Հա, ես ուշուշ եմ տաքսի նստում, իմ մեքենայով եմ շրջագայում, ուղղակի դու պետք է այդ շատ adekvat պապի էր եւ երեխաների մոտ։ Ահա, դեռահասների մոտ այս թմրանյութերի հետ կապված ասում էր տղա ջան, չես պատկերացնում ինչա կատարվում մանավանդ աղջիկ երեխաների մոտ։ Ասում էր սա կատաստրոֆա է, ասենք այդ մարդը ասում ենք ու ինքը ասում է ես իրան ասում եմ դու ինչի ես այդքան գեղեցիկ ես, գեղեցկուհի ես, խոսքի ես ինչ ա քո վիճակը, ասենք ես որպես մեծ մարդ, տարիքով մարդ դու ինչ սերունդ կունենաս, դու պատկերացնում ես ինչ հրաշալի սերունդ կունենաս, դու ես ինչ ես անում։ Ու այդ աղջիկա պատասխանն ա եղել, որ դե լավ դե այսօր գերույներով որոշել ենք մի բաժակ բան խմենք, բան այս պատմությունը այսպես է, հա, այսինքն պատմությունը այսպես է ու ասում է դա 1-2 դեպք չի, որ ես ասեմ լավ 5-10 դեպք, ասում է ամեն օրվա ռեժիմով, չգիտեմ ամեն երկրորդը, ամեն երրորդը ասում է ոչ adekvat վիճակում է ու ասում է մեծամասնությունը դեռահաս աղջիկներ են կամ երիտասարդ աղջիկներ են, դե սա կատաստրոֆա է։ Սա կատաստրոֆա է, անկեղծ ասած, ինձ թվում է, էլի եկանք մեծից, էլի մեծից է գալիս, ծնողները բա ուր են իրանց վերահսկողությունը, ուր է, առհասարակ իրանք ինչով են զբաղված, ինչի է այսքան բարձի թողի վիճակ, որովհետև թե վերջի վերջո մենք վաղը մյուս օր ուր ենք հասնելու։ Ես իրականում էլի բացառությունները նկատի ունենալով, միևնույն է պիտի ասեմ, որ այդ վիճակը սկսվում է երիտասարդների մոտ, միայն ծնողների անտարբերության կամ չգիտեմ սխալ ազատության պատկերացումների հետևանքով, որը անդառնալի է իրականում, որովհետև բոլորս հասկանում ենք եւ այդ միֆերին մի հավատացեք, թե լավ այսօր վաղը կանի, հետո կմեծանա, որտեղ վերջ, այդ երկու անգամը հերիք է, որ ինքը ընկնի կախվածության մեջ եւ դառնա անվերահսկելի։ Այնքան ուժեղ տղաներ, տղամարդիկ չեն կարողացել պայքարել այդ չարիքի դեմ։ Եվ որևէ մեկը չի կարողացել, այո, իսկ շատերը կարծում են դե լավ երեխա է, 1-2 անգամ արեց, հենց 1-2 անգամն է էլի կարևոր։ Հենց այդքանը հերիք է։
Եվ իրականում երբ ձեզ ասում են արժեքների մեջ մեծացրեք, այդ արժեքներն են օգնում, որ մեր երեխեքը վաղը լինում են հարգանքով մեր հանդեպ, նման բաներից են հեռու լինում, կարողանում են ընկերներին ճիշտ ճանապարհի վրա դնել, օգնել, հասկանալ, որ կինը չպետք է ասի մի բաժակ բան խմենք։ Ինչ նշանակում մի բաժակ բան։ Ես միշտ չեմ հասկացել այդ արտահայտությունը, երբ որ կանայք օրինակ սիրում են խմել կամ չգիտեմ, դա մի բաժակ բան Չէ, հասուն կինը կարա խմի, բայց առիթ լինի, դուք ես թույլ տաս, մի բաժակ գինի խմենք, մի բաժակ գնանք այսօր նստենք մի բաժակ բան խմենք, իմ երևակայության մեջ մի բաժակ սուրճն է, այսօր գնանք նստենք մի բաժակ սուրճ խմենք ու վերջ։ Ես իմիջիայլոց բոլոր լավ սուրճերի տեղերը գիտեմ Երևանում։ Ես պատկերացնում եմ, օրինակ, չգիտեմ, որևիցե մի կին, օրինակ պայմանական զանգում ասում Դավջան, կարող ես գնանք մի բաժակ բան խմենք այդ։ Չէ, արտահայտությունը արդեն մի տեսակ չէ, ոչ մի կերպ չի ձուլվում ոչ միտեղ։ Պետք է ասես իմ դեմքը, որ չէ։ Դու շատ կարաս տանը, այո, քեզ թույլ տաս, եթե ուզում ես այսպես ասած արփել, քեզ թույլ տաս քո տան մեջ, մի քիչ շատ խմես այդ գինին, չգիտեմ, հետո պարկես քնես։ Ինչ ասեմ։ Մի բաժակ մի գտալ սեր է պակասել։ Այո։ Մենք հիմա ինձ թվում է կամաց գալու ենք ես ու Դավիթը այլ թեմաների, ոչ թե որովհետև մենք ինչ-որ քաղաքական իրադարձություններ ենք քննարկելու, այլ մենք մեզ Չնայած էդ էլ ենք արել բազմիցս ու դրա համար բոլորս էլ ունեցել ենք այդ թևաթափությունը, որ դե ասած չասած ասում դու խոսա ոչխարը սարերով գնում է դիտակնա Կարավանն էլ են կողմից գնում եւ եթե գիտեք ես գիտեմ որ բարդը մի օր sense մի բառից sense կողքից կարող ինչ-որ արտահայտություն լսի եւ դա իրեն արտնացնի ամենատարբեր իրավիճակներից ելնելով այդ լինում է դու երկար տարիներ օրինակ ես կարող նույն բանն ասեն բայց մի օր ինչ որ մի միջադեպ մի հատ օր այդ արտահայտությունը դառնում է ճակատագրական եւ դու այն որ ասում ես հասկանում ես սխալը կամ փոխում ես կամ վերանայում ես եւ այլն բոլորի մոտ այդպես լինում է տարբեր իրադարձությունների հետ կապված Ես ամեն անգամ խոսելիս իմ մտքում միշտ այդ պատկերացումն եմ մոտս, որ եթե այն մարդիկ, ովքեր մեզ լսում են ու հանկարծ ստացվում է այնպես, որ մեր բարձրացրած հարցը իրենց տանը կա կամ այդ խնդիրը կա, ինձ անընդհատ թվում է, որ այդ կարա դառնա որոշիչ, որ այդ օրը մի քիչ ավելի լուրջ նայեն այդ հարցին ու հասկանան, որ եթե լուրջ չնայեն, հետո անվերահսկելի է լինելու, չեն կարողանալու իրավիճակը փոխել, որովհետև այն, որ այսօր իսկապես մենք մեր արժեքներից գնալով ամբողջ քաղաքական իրադարձությունները դնում են մի կողմ ժողովուրդ։ Մենք մեր իրական կրոնից եւ մշակութային շատ առանձնահատկություններից ելնելով մենք եթե փախնում ենք այսօր իբր ժամանակակից աշխարհ ենք գնում, այդ նույն ժամանակակից աշխարհի ներսում գրված է, որ այս ժամանակակից աշխարհը տանելու է այս աշխարհը դեպի անդունդ, կործանում։ Եթե դա էլ մեզ չի սթափեցնում, որ հենց ինքն է նույն ձեր ինչա չար GPT-ն է ասում որ դա է տանելու կործանման։ Բայց չար GPT-ն։ Ես անգամ չեմ էլ օգտվում, վախենում եմ էլ, չեմ էլ ուզում օգտվել ու չեմ էլ ուզում ինքը դառնա ինձ համար գործիք, որ ես վաղը շատ հարցերով դիմեմ իրեն ու իմ ուղեղը սկսի էլ չաշխատել ինչ որ ուղղությամբ։ Բայց եկեք հասկանանք, որ եթե այդ իրականությունն է մեզ արդեն հուշում, առաջ գնալու համար իրականում պետք է ընդհակառակը, ոնց հասկանում եմ, հետ գնալ հիմա։ Հետ գնալ, այդ արժեքները վերցնելով գալ, որ կարողանանք առաջ գնանք, որովհետև մենք մեր իրականությունը մեր ձեռքերով քանդում ենք։ Եթե մենք այսպես ջարդում ենք ամեն ինչ, հարևան, բարեկամ, արժեքներ, մեծ, փոքր, երիտասարդ, ոչ կինը տղամարդուն ձև գիտի վարվելու, ոչ տղամարդը կնոջ հետ վարվելու ձև գիտի, ոչ իրար էլ հարգելու գնահատել կա, էլ այդ արտահայտությունները երթևեկության մեջ հավասար ենք, բիզնեսում հավասար ենք, չգիտեմ ինչում հավասար ենք, արդեն տղամարդիկ են դա բարձրաձայնում, որ պիտի գոնե կանայք հիմար ասեին, տղամարդիկ չհամաձայնեին Բայց հիմա մենք այս իրականության մեջ մենք հաստատ գնում ենք կործանման։ Լավ երաժշտությունը մեզ կփրկի, թե չէ։
Հա, ես տեսանյութ էլ ունենք, եթե ժամանակը հասկանանք ոնց է հերիքում, հաջորդիվ կարող ենք նաև տեսահոլովակը դիտել, բայց քանի որ մեղուների հետ կապված տեսանյութը տանք։ Էդ էի ուզում ասել, որ իրենցից մարդիկ կարող են շատ բան սովորել, որովհետև այդտեղ կանոնները չեն խախտվում։ Ժամանակին սովորեցին, հիմա մոռացան իրենց սովորածը, այո, մեղուների մասին մենք տեսանյութ ունենք, թե իրենց կարևորությունը առհասարակ բնության մեջ եւ մարդկության համար, փաստորեն մեղուները այնքան կարևոր ֆակտոր են առհասարակ երկրի մոլորակի համար, որ իրենք իրենց միջազգային օրը ունեն, մենք անգամ գիտակցել ենք դա ժամանակին, մենք ասելով մարդկությունը։ Տեսնեք տեսանյութը ինչ է ասում։ Ես հիմա ներկայացնեմ, թե ինչ ենք այսօր պատրաստել։ Մուշի խոհանոցից միջուկով քյուֆթա է պատրաստվել։ Կաղապարի կամ պատյանի համար մեզ անհրաժեշտ է բլխուր եւ ծեծած քյուֆթայի միս, միջուկը բրինձ է, տավարի միս տապակված ընկույզի հետ, տաքամած շատ համով։ Հասկացա։ Հետո վրան ավելացրել եմ, իրեն պետք է խաշել նախ աղաջրի մեջ, հա, եւ հատուկ այդպես կամ կտորի մեջ կամ տոպրակի մեջ իրեն փաթաթում ենք, որպեսզի չփլվի, եւ երկրորդ դեպքում արդեն բացում ենք մեկ անգամ եւս ջրի մեջ եւ խաշելու համար։ Վերջում ավելացրել եմ վրան չամիչ, կանեփի սերմեր եւ ընկույզ բոված կարագի հետ եւ ավելացրել եմ համեմ։ Այս ամբողջը պետք է որ շատ համեղ ստացվի։ Դավիթ, ասա։ Ոչ մի բանի նման չի, անկեղծ ասած։ Այս այս թվում բոլորով կհամտեսեն, շատ ուրիշ համ է գալիս, շատ ուրիշ է տակսի, շատ համեղ։ Աչքիս դիսցիպլին դալու ես ինձ, աղատրադոմսը։ Սիրով։ Շնորհակալ ենք քեզ, նախ էսթետիկան ապահովել է շատ գեղեցիկ է, դե բնականաբար շատ համեղ է, որովհետև արդեն քանի ամիս շարունակ շատ համեղ է կենտրոնի առավոտում։ Ինձ էլ է հեռուստադիտողներ, շնորհակալություն, որ առավոտը դիմավորեցիք մեզ հետ, վաղը պարտադիր առավոտյան կհանդիպենք, հաջողություն։ Ստեսություն։ Հաջողություն։ Շնորհակալ։